Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Reuters-ի փոխանցմամբ կայցելի Իսրայել հանդիպելու վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ Իսրայելի զինված ուժերի գլխավոր հրամանատարների հետ։ Այցը տեղի է ունենում Իրանի շուրջ տարածաշրջանային լարվածության աճի պայմաններում։ Միաժամանակ Թրամփի վարչակազմը շարունակում է առաջ մղել Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելու իր նախաձեռնությունը։ Սիրիայի կառավարական ուժերը մուտք են գործել քրդերով բնակեցված խոշորագույն քաղաքներից մեկը՝ Հասակե։ Reuters-ի տվյալներով քաղաք է մտել Սիրիայի ներքին գործերի նախարարության ստորաբաժանման առնվազն 30 զրահամեքենա։ Սա տեղի է ունեցել կենտրոնական իշխանությունների եւ սիրիացի քրդերի միջև ուրբաթ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Համաձայն այդ պայմանավորվածությունների քրդաբնակ շրջանակում տեղակայվում են պետական անվտանգության ուժեր, իսկ քրդական ջոկատները ինտեգրվում են Սիրիայի բանակին առանձին դիվիզիայի ձևաչափով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրահանգել է Միացյալ Նահանգների հետ սկսել բանակցություններ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ։ Այս մասին հայտնում է Ֆարս գործակալությունը, հղումանելով դիվանագիտական աղբյուրներին։ Նշվում է, որ բանակցությունները կվերաբերեն բացառապես միջուկային թեմային։ Գործակալությունը հիշեցնում է, որ նախորդ 6-րդ փուլը չկայացավ Իսրայելի հարձակման պատճառով։ Պատերազմը պետք է ավարտվի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով անցյալ ուրբաթ ուժի մեջ մտած լարվածության թուլացման միջոցառումները բարձրացնում են բանակցությունների եւ հնարավոր արդյունքի նկատմամբ հանրային վստահությունը։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է իրական քայլերի եւ հավատում է արժանապատիվ եւ երկարատև խաղաղության հասնելու հնարավորությանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել։ Թրամփը հայտնել է, որ կողմերը համաձայնության են եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հնդկաստան առևտրային գործարքի շուրջ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կկրճատի մաքսատուրքերը 25%-ից մինչև 18%, իսկ Հնդկաստանը պարտավորվել է գնել ավելի քան $500 միլիարդ ամերիկյան ապրանքներ, ներառյալ էներգակիրներ, տեխնոլոգիաներ, գյուղատնտեսական արտադրանք եւ ածուխ։ Թրամփի խոսքով Մոդին նաեւ համաձայնել է դադարեցնել Ռուսաստանի նավթի գրումը եւ մեծացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներից նավթի ներմուծումը, ինչը նրա գնահատմամբ կարող է նպաստել Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը Մոդիին բնութագրել է որպես իր լավագույն ընկերներից մեկը եւ ընդգծել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ-Հնդկաստան հարաբերությունները հետագայում միայն կամրապնդվեն։